100-ամյա հայկական ռադիոյի հոբելյանական համերգային շրջագայության վերջին կանգառը Տավուշի սահմանամերձ Բերթավան գյուղն էր։ Հոբելյանական ծրագրի շրջանակում այս անգամ հանրային ռադիոն ներկայացավ Սայաթ Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլի կատարումներով։ Երևանյան համերգասրահներից հետո շրջագայությունը պատահական չէ, որ սկսվել էր հենց սահմանամերձ Բերթավանից։ Այստեղ մշակույթի, կենդանի շփման ու հոգևոր սննդի կարիքը հատկապես մեծ է։ Երևանում նման միջոցառումները շատ են, նույնիսկ այնքան շատ, որ մարդիկ այլևս չեն ցանկանում, իսկ որովհետև մարդիկ իսկապես սպասում էին, հատկապես Սայաթ Նովա անսամբլին, բնականաբար մարդկանց մոտ առաջանում է մեծ ոգևորություն, կարծում եմ նաև նպաստում է բնակչությանը ինչ-որ չափով, որ չլքեն գյուղը, եթե կա մշակույթ, կա ապրելու միջոցներ, կան հաճելի միջավայր եւ խաղաղ ժամանակաշրջան, կարծում եմ դրանով արդեն բավարար է, որ բնակչությունը մնա այստեղ։ Առաջին իսկ ակորդներից հանդիսատեսը միացավ անսամբլին։ Մարդիկ անգիր գիտեին գրեթե բոլոր աշուղական երգերը։ Ու մի պահ կարծես թե բեմն ու դահլիճը դարձել էին մեկ ամբողջություն։ Հաջորդ առավոտ արդեն համերգային երթուղին դեպի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքն էր։ Համերգը շատ սպասված էր, համենայն դեպս բնակչության որոշակի մասի կողմից իսկապես շատ սպասված էր եւ ցանկալի, շատ մեծ բան է տալիս այն, ինչ որ այսօր պակասում է, հոգևոր սնունդ։ Պատվի և արժանապատվության մեծ զգացումով ենք եկել համաշկերտցիների Մարտունի քաղաքը։ Հայկական ռադիոյի հիմնադրումից ընդամենը 1 տարի անց ստեղծվել է Սայաթ Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլը։ Այսօր եւ հանրային ռադիոն եւ անսամբլը նույն կարևոր առաքելությունն ունեն՝ պահպանել, արժևորել եւ նոր սերունդներին փոխանցել մաքրամաքուր հայկական երգարվեստը։ Անսամբլի գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյանը համերգի ընթացքում ոչ միայն երգում էր, այլև հանդիսատեսի հետ անկեղծ զրույց էր վարում, պատմելով, թե այսօր որ աշուղական երգերն են հաճախ աղավաղված կատարում եւ ինչու է կարեւոր պահպանել դրանց բնօրինակ հնչողությունն ու կատարողական ավանդույթը։ Ես կերկեմ նաեւ հայրենիքիս ջուրը, որից առաջ ձեզ ասում եմ, լսեք ուշադիր բառերը, որոնք խեղաթյուրել են մեր ժամանակի շատ ու շատ երգիչներ եւ դուք այսօր կլսեք հայրենիքիս ջրի հեղինակային ջիվանու գրած տարբերակը։ Որովհետև Սայաթ Նովա աշուղական երգի անսամբլը սոսկ համերգային խումբ կոլեկտիվ չէ, մենք գիտական լուրջ աշխատանք ենք կատարում ճշգրտելով հեղինակների մեղեդիները, ճշգրտելով հեղինակային տեքստերը եւ այդպես մատուցում ենք այսօրվա ունկնդրին եւ վաղվա սերունդներին։ Գեղարքունիքում էլ ամփոփվեց հայկական ռադիոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգաշարը։ Հանցավոր համուստը ուրախ խնդալով մեղքից ազատվել է մեծ գումար տալով խեղճ մարդը սխալվամբ մի հավ գողնալով 8 համերգ, 4 մարզ, հազարավոր հանդիսատես։ Համերգաշարի ընթացքում հանրային ռադիոյի մեկնաբաններ Լուսինե Մուրադյանն ու Տիգրան Հարությունյանը հանդիսատեսին ներկայացնում էին հայկական ռադիոյի մեկդարյա պատմությունն ու հետաքրքիր դրվագները։ Իսկ նրանց համար այս շրջագայությունը դարձավ բացառիկ հնարավորություն եթերից դուրս անձամբ հանդիպելու իրենց ունկնդիրներին։ Բնականաբար եւ այդ ձեր դու նազանքը երկի վերածելու գործում
Մեր կարգախոսներից մեկն է, որ հաճախ ենք եթերում ասում, որ պիտի նաև մարզերում շատ համերգներ լինեն, որպեսզի մշակութային կյանքը ակտիվանա, եւ մենք մեր օրինակով ցույց տվեցինք, թե որքան կարևոր են մարզային համերգները տեղի բնակիչների համար։ Մենք դա տեսանք ինքներս, զգացինք ինքներս, որովհետեւ այդ ջերմությունը, որ ստացանք հանդիսատեսից ու բնակիչներից, չենք ստացել երբևէ, նրանք առանձնակի ջերմությամբ են մոտենում նմանատիպ միջոցառումներին։ Սա շատ հաճելի էր նաև, որ մեր ռադիոլսողը հանդիսատեսն էր եւ հատկապես հաճելի էր, երբ համերգներից հետո արձագանքներ էինք ստանում on-line տիրույթում։ Այսինքն մենք այդ ֆիդբեքը ստացել ենք եւ դա մի ամբողջ աշխարհարժի։ 1926 թվականի սեպտեմբերի 1-ին առաջին անգամ հնչեց «Խոսում է Երևանը»։ Սա մեզ համար լավ հնարավորություն էր հանդիպել մեր ռադիոլսողների հետ, անձնապես ճանաչել եւ շփվել նրանց հետ։ Դա շատ լավ հնարավորություն է, որտեղ սովորաբար մենք ստանում ենք նամակներ ուղիղ եթերների ժամանակ եւ on-line, վիրտուալ տարբերակով ենք շփվում ռադիոլսողների հետ, իսկ սա հրաշալի հնարավորություն մանավանդ սահմանամերձ տարածաշրջանում ապրող մեր ռադիոլսողների հետ անձամբ հանդիպել, լսել նրանց խոսքը, նրանց շնորհակալությունը հայկական ռադիոյի մասին։ Եվ ռադիոն եղել է, կա ու կլինի մեր մշտական ամենօրյա ուղեկիցը, անկախ մեդիայի զարգացումներից։ Հունիսյան հոբելյանական համերգաշարն արդեն պատմություն է։ Այս օրերին հանրային ռադիոյի ստեղծագործական կոլեկտիվները հարյուրավոր կիլոմետրեր անցան, Սյունիքից մինչև Լոռի, Տավուշից մինչև Գեղարքունիք, միավորելով հազարավոր ունկնդիրներին հայկական երաժշտության շուրջ։ Ճանապարհորդությունն ավարտվեց, սակայն 100-ամյա հայկական ռադիոյի պատմությունը շարունակվում է գրվել ամեն օր։ Մեր եթերում ամեն օր շարունակում են հնչել հայկական երգը, հայկական խոսքն ու այն վստահելի ձայնը, որն արդեն մեկ դար ուղեկցում է իր ունկնդրին։ Արմինե Գևորգյան, Տիգրան Մաթևոսյան, Ռադիոլուր։